Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ Իսրայելը շարունակում է ռմբակոծել Իրանը, Թեհրանի մի շարք թաղամասերում լսվել են հզոր պայթյունների ձայներ։ Ի պատասխան Թեհրանի ռմբակոծությունների Իրանն էլ հուժկու հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի մայրաքաղաքին։ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին, մեծ ալիքն էլ առջևում է։ Գիշերը շարունակվել են Իսրայելի հարվածները ոչ միայն Իրանին, այլև Լիբանանին։ Ռմբակոծության են ենթարկվել Բեյրութի հարավային արվարձանները։ Նշենք, որ Իրանում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համատեղ օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 800-ի։ Հայաստանը շարունակելու է տարածաշրջանում առաջ տանել խաղաղության գաղափարախոսությունը եւ չներքաշվել երկիրը ապակայունացնող տարբեր իրադարձությունների մեջ, ասել է Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցողին։ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը։ Պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորում, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանություն, մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար պետական թուրքի նոր տեսակների սահմանում։ Այս նախագծերն են ներառված այսօր մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստերի օրակարգում։ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Նախատեսված է նաեւ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վագն Խաչատուրյանը հունական հեղինակավոր օրաթերթին տված հարցազրույցում ամփոփել է Հունաստան կատարած պետական այցը, առանձնացնելով պաշտպանական գործակցության շարունակականությունը։ Իսրայելը ռմբակոծում է Իրանը, Թեհրանի մի շարք թաղամասերում լսվում են հզոր պայթյունների ձայներ, հարվածներ են հասցվել Իրանի նախագահական նստավայրին եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի շենքին։ Թիրախավորվել են նաեւ անվտանգության համար կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարության շտաբը, հայտում են իսրայելական լրատվամիջոցները, հավելելով, թե սպանվել է Իրանի պաշտպանության նոր նշանակված ղեկավարը։ Իրանական կողմը, սակայն այս տեղեկությունը չի հաստատել։ Նշենք, որ ի պատասխան Թեհրանի ռմբակոծությունների Իրանն էլ հուժկու հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի մայրաքաղաքին։ Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը հայտարարել է, որ Իրանի ատոմակայանում աշխատանքները դադարեցվել են եւ որ երկրի ամբողջ ատոմային արդյունաբերության ղեկավարության հետ կապը կորել է։ Նա նաեւ հայտնել է, որ Ռոսատոմը ամեն ժամ կապ է պահպանում Բուշեհրի ատոմակայանի հետ, որտեղ դեռևս տեղակայված են 639 ռուս աշխատակիցներ։ Պետական կորպորացիայի ղեկավարի խոսքով Իրանի Բուշեհրի այգը Ռոսատոմի համար առաջնահերթություն է։ Իրանի դեմ ԱՄՆ հարձակման հաջորդ փուլը էլ ավելի դաժան կլինի, ավելի վաղ էլ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն։ Քաղաքական գործչի խոսքով Վաշինգտոնը կանցնի Իրանի Իսլամական Հանրապետությանն ուղղված էլ ավելի հզոր հարվածների։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ռազմական գործողությունը կարող է տևել ավելի երկար, քան նախնական գնահատականներով նախատեսված 4-5 շաբաթը։ Իդեպ պետքարտուղարությունը խորհուրդ է տվել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Մերձավոր Արևելքի ավելի քան 10 երկրները, օգտագործելով ցանկացած հասանելի տրանսպորտային միջոց տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։ Ցանկում են Բահրեյնը, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Իսրայելը, Գազայի հատվածը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ուժեղ հարված չի հասցրել Իրանին։ Մեծ ալիքն առջևում է եւ կլինի շատ շուտով։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով այս պահին դեռ հստակ չէ ով է ղեկավարում Իրանը, սակայն իսրայելա-ամերիկյան հարվածներից ղեկավար կազմի 50 ներկայացուցիչ արդեն ոչնչացվել է։ Մենք սկսեցինք պատերազմը, քանի որ Իրանը չէր պատրաստվում դադարեցնել միջուկային զենքի մշակումը։ Իրանը արդեն այնպիսի հրթիռներ ուներ, որոնք կարող էին հասնել Եվրոպա եւ շուտով կունենար նաեւ Ամերիկա հասնող հրթիռներ։ Մեր նպատակները հստակ են ոչնչացնել Իրանի հրթիռային ներուժը եւ նավատորմը, ապահովել, որ ահաբեկության հովանավոր Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի եւ չաջակցի ահաբեկիչներին իր սահմաններից դուրս, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաեւ չի բացառել իրանց համակային ուժեր ուղարկելու հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն լինի։ Նա հավատացրել է, որ ԱՄՆ-ն անսպառ միջոցներ ունի եւ կարող է անվերջ պատերազմել։ Իրանն էլ փակել է Հորմուզի նեղուցը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ թույլ չեն տա որևէ լցանավ անցնի այդ նեղուցով, նշելով, որ կայրեն անցնելու փորձ կատարող յուրաքանչյուր նավթի ոչ մի կաթիլ դուրս չի գալու տարածաշրջանից։ Նա նաև հայտարարել է, որ Իրանը կարող է հարվածել տարածաշրջանի նավթատարներին եւ այդ կերպ եւս կանխել տարածաշրջանից նավթի արտահանումը։ Գիշերը շարունակվել է Իսրայելի հարվածները ոչ միայն Իրանին, այլև այդ թվում երկրի պետական հեռուստատեսության մասնաճյուղերից մեկին, նաև Լիբանանին։
Ռմբակոծության են ենթարկվել Բեյրութի հարավային արվարձանները, Իրանն էլ հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ բազաների ուղղությամբ նոր գործողությունների մասին, իսկ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը ՊԱՊ-ների կորպուսի հրամանատարական կետերի, հոբ, հանգույցների և հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերի ոչնչացման մասին։ Նշենք, որ Իրանում Իսրայելի և Միացյալ Նահանգների համատեղ օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է մոտ 800-ի։ Զոհերից 180-ը ըստ պաշտոնական Թեհրանի զոհվել է Մինաբ քաղաքի տարրական դպրոցին հասցված իսրայելական հարվածի հետևանքով։ Գիշերը շարունակվել են Իսրայելի հարվածները, Լիբանանին ռմբակոծության է ենթարկվել Բեյրութի հարավային արվարձանները։ Տարածաշրջանում լարվածության սրման այս փուլում հարվածների աշխարհագրությունը կրկին լայնացել է, միաժամանակ ընդգրկելով Լիբանանը, Իրանը և Պարսից ծոցի մի շարք ուղղություններ։ Լիբանանյան աղբյուրների համաձայն Բեյրութի հարավում թիրախավորվել են ռազմական ենթակառուցվածքներ, իսկ առանձին հաղորդումներում նշվում է, որ հարվածներ է հասցվել նաև Հեզբոլլահի հետ կապվող մեդիա օբյեկտներին, այդ թվում Ալ-Մանարի գլխավոր գրասենյակի ուղղությամբ։ Միաժամանակ Իրանի տարածքում շարունակվել են օդային հարվածները։ Թեհրանում ըստ հրապարակված տեղեկությունների թիրախավորվել է պետական հեռուստատեսության շենքերից մեկը, նաև մայրաքաղաքի այլ ենթակառուցվածքներ։ Իրանի պաշտոնական աղբյուրները հայտարարել են քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման մասին, պնդելով, որ հարվածների ընթացքում թիրախավորվել են բուժհաստատություններ։ Իրանի խորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովի անդամ Ֆաթեմե Մոհամմադ Բայղի հայտարարության համաձայն հարձակման է ենթարկվել 9 հիվանդանոց, որոնցից 5-ը Թեհրանում, 4-ն այլ քաղաքներում, իսկ Թեհրանի Գանդի հիվանդանոցը տարհանվել է։ ՌԱՆԱ գործակալության տվյալներով Իրանում զոհվել է 742 անձ, կա 971 վիրավոր, այդ թվում երեխաներ։ Պատասխան գործողությունների մասով Թեհրանը հայտարարել է, որ շարունակել է հարվածները տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, նշելով Բահրեյնի ու ԱՄԷ-ի ուղղությունները։ Զուգահեռաբար Հեզբոլլահը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող ավիաբազաներին, ընդգծելով, որ իսրայելական գործողություններին պատասխանները շարունակվելու են։ Իրաքում էլ հարվածներ են տեղացել Էրբիլում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա։ Վաշինգտոնն իր հերթին ներկայացրել է գործողությունների իր պատկերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շարունակական հարվածների ընթացքում ոչնչացրել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կազմին, նաև որոշ վերահսկողական օբյեկտներ, հակաօդային պաշտպանության կայաններ, հրթիռների ու անօդաչու սարքերի արձակման վայրեր և ռազմական օդանավակայաններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական հաղորդագրությունների առանցքում մնում է նույն շեշտադրումը։ Գործողությունների նպատակը վերաբերում է Իրանի հրթիռային և ԱԹՍ ներուժի սահմանափակմանը, նաև այնպիսի ենթակառուցվածքների խոցմանը, որոնք ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգտագործվում են տարածաշրջանից դուրս գործողություններ համակարգելու համար։ Սրման ընթացքում նոր աղմուկ է բարձրացրել նաև Պարսից ծոցի ուղղությամբ շրջանառվող տեղեկությունների փաթեթը։ Իրանամետ աղբյուրներն էլ պնդում են, որ մինչև այս պահը սպանվել կամ վիրավորվել են առնվազն 650 ամերիկացի զինծառայող և որ Աբրահամ Լինքոլն ավիակիրը հրթիռային հարվածներից հետո հեռանում է տարածքից։ Շրջանառվում է նաև Բահրեյնում հարվածների հետևանքով Պենտագոնի 2 բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին լուրը։ Սաուդյան Արաբիայում իրավիճակը նույնպես անցել է դիվանագիտական օբյեկտների անվտանգության գոտի։ Հաղորդվում է, որ Էր-Ռիադում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակում է իրականացվել 2 անօդաչու սարքերով։ Սաուդյան կողմի ներկայացմամբ արձանագրվել է աննշան հրդեհ և նյութական վնաս, իսկ նախնական տվյալներով զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։ Միաժամանակ հրապարակվել են կադրեր Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան մոտ ավիահարվածների հետևանքներից։ Հաղորդվում է, որ Նաթանզում հարվածների հետևանքով վնասվել են միջուկային օբյեկտներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջին և բարձր դասի զինամթերքի պաշարներն աննախադեպ մեծ են, ակնարկելով երկարատև գործողություններ վարելու հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պատերազմը կարող է երկար տևել և կրկնել է իր հիմնական պատճառաբանությունը չեզոքացնել այն հնարավորությունները, որ Իրանը կկարողանա զարգացնել կամ վերականգնել վտանգավոր կարողությունները։ Թրամփը նաև քննադատել է նախկին վարչակազմին, պնդելով, որ նախորդ քաղաքականությունը թույլ էր տվել Թեհրանին ուժեղացնել միջուկային ուղղությունը, իսկ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները գործել է վերջին հնարավորության տրամաբանությամբ։ Պետդեպարտամենտում Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ գործողությունների հաջորդ փուլը կարող է լինել ավելի կոշտ, միաժամանակ շեշտելով Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կենսական է կանխել այն սցենարը, երբ պատասխան հարվածները լայնորեն կուղղվեն տարածաշրջանում ամերիկյան ուժերի դեմ։ Ռուբիոն նաև չի բացառել տարբեր սցենարներ, ընդգծելով, որ վերջնական որոշում կկայացնի Թրամփը։ Իսկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իսրայելական գործողությունը Իրանի դեմ անվերջ պատերազմ չէ և չի ձգվելու տարիներ, ընդգծելով, որ կարող է ժամանակ պահանջել, բայց երկարատև սցենար չի տեսնում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ իր հերթին արձագանքել է Մարկո Ռուբիոյի մեկնաբանություններին, հայտարարելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատերազմում է իր ընտրությամբ Իսրայելի անունից։ Նա նշել է, որ ամերիկացիների և իրանցիների թափածարյան պատասխանատվությունն ընկնում է ամերիկյան
տնտեսական կողմի վրա։ Տարածաշրջանում զարգացումների ֆոնին մեծանում են նաև տնտեսության եւ ավիացիայի ռիսկերը։ Միջազգային լրատվամիջոցները հայտնում են Պարսից ծոցի երկրների աճող մտահոգությունների մասին, օդային հանգույցների խափանումների, տնտեսական կորուստների եւ հակաօդային պաշտպանական պաշարների արագ սպառման վտանգի պատճառով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է տարածաշրջանում առաջ տանել խաղաղության գաղափարախոսությունը եւ չներկաշվել երկիրը ապականացնող տարբեր իրադարձությունների մեջ, այս մասին ազգային ժողովում լրագրողների զրույցում ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցողին։ Նա խոսել է նաեւ ներքաղաքական անցուդարձից, մանրամասները տեսանյութում։ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ են վերաբերվում, այս մասին լրագրողների զրույցում ասաց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով Սերժ Սարգսյանի, օրեր առաջ հնչեցրած այն մտահոգությանը, թե Մեղրի հետ կապված տագնապներ ունի, հատկապես թրիփ բիզնես ծրագրի իրականացման առումով։ Ազգային ժողովի նախագահը հիշեցրեց, որ ժողովուրդը մերժել է նախկին իշխանություններին։ Սերժ Սարգսյանին որպես քաղաքական անցյալ են վերաբերվում, Սերժ Սարգսյան քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի, չի կարող ունենալ, այդ մարդը մերժված մնալու է պատմության մեջ, ինքը մերժվածն է։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, թե ընտրվելու պարագայում ավելի լավ կկառավարի երկիրը, քան ներկա իշխանությունը։ Ազգային ժողովի նախագահը Քոչարյանին հորդորեց իր ամրակողմ ղեկավարումը ցուցադրել նախ իր հարազատ Հայաստան խմբակցությունում։ Ասենք ով Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի, Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, հաջորդ պարլամենտական ընտրություններին ինքը հատելու է շեմը դաշնակցության հետ եւ հայտնելու է պարլամենտում, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որը որ հայկական դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու։ Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կրկին երկրի կառավարումը պատվիրակելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինչ վերաբերում է արդեն մեկնարկած ներկուսակցական քարոզարշավին, որը շահարկումների առիթ է դարձել, Սիմոնյանն ասաց. Հայաստանի Հանրապետության ժողովրդից 10 հոգի, 20 հոգի մարդիկ կանգնած ասում են՝ մի րոպե կանգնի, պարոն վարչապետ, բան ունենք ասելու, լինի դա նախընտրական պայքար, լինի դա ներկուսակցական նախընտրական, չի կարա վարչապետ ասի, չէ գիտեք ինչ, ես հասկանում եմ Ռոբերտ Քոչարյանի համար, որը որ վերջերս ասում էր, հաճելի չի մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է մարդկանց հետ շփվել եւ մարդկանց հաճելի է շփվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Ազգային ժողովի նախագահը խոսեց նաեւ հարևան Իրանում եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից, հույս հայտնելով, որ դրանք շուտ կավարտվեն։ Ըստ նրա, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գաղափարախոսությանը, որի շահելու է ամբողջ տարածաշրջանը։ Հույս ունենք, որ որևիցե ձևով Հայաստանի շահերին դա չի բանանի դիպչի, միևնույն ժամանակ շատ հաճելի է, որ երևի պատմության մեջ, ասենք տեսնում եք, Հյուսիսում պատերազմ է, Արևելքում պատերազմ է եւ մենք այդ ֆոնին կարողացել ենք Ադրբեջանի հետ միասին խաղաղության եզրեր ենք գտել եւ խաղաղություն ենք կառուցում, որը որ ես չգիտեմ, պատմությունը երևի թե կգնահատի, որ այս բարդ իրավիճակում Հայաստանը չներքաշվեց։ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև եկեղեցին բարենորոգելու իշխանության ձեռնարկած քայլերին եւ ընդդիմության այն հայտարարություններին, ըստ որոնց իշխանությունն այդ հարցում ձախողվել է եւ հետ քայլ կատարել։ 1700-ամյա եկեղեցում ձախողվել եք դուք ու Ռոբերտ Քոչարյանը, որը որ աղոթել չգիտի, որը որ հայրմերը չգիտի, ոչ է խաչակնքվել գիտի, ձախողվել է ինքը։ Մենք եկեղեցու հետ կապված որևիցե գործողություն չենք արել։ Մենք գործողություն ենք արել, անելու ենք որպես մարդիկ, ովքեր որ հավատում են, իսկ իրավապահները գործողություն են անելու այն մարդկանց վրա, այն մարդկանց հետ կապված, ում հետ կապված կան դրա առիթները։ Պայմանագրային զինծառայողների պարտադիրատեստավորում, սպառողների շահերի արդյունավետ պաշտպանություն, մշակութային արժեքների արտանման գործընթացների իրականացման համար պետական տուրքի նոր տեսակների սահմանում, մոպեդների, տրիցիկլների եւ կվադրոցիկլների պարտադիրապահովագրության դաշտ տեղափոխում։ Այս առնչությամբ նախագծերն են ներառված այսօր մեկնարկած ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։ Պաշտպանության նախարարությունն ազգային ժողով է բերել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը հայտնեց, որ պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով։
Բացի այդ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների համար ավարտական քննությունները եւս կարող են հանդիսանալ ատեստավորման քննություն։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պապիկյանը հայտարարեց, որ 4-ամյա կրթությունից հետո սպաները ստանում են բնակարան, որի արժեքը անշարժ գույքի շուկայում այսօր գործող գներով 35 միլիոն դրամ է։ Սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի, բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Պապիկյանը խորհուրդ տվեց ընտրել այնպիսի մասնագիտություն, որն ավելի լավն է, նա կոչարեց երիտասարդներին եւ ծնողներին մտածել ու կողմնորոշվել հօգուտ սպայի պատվավոր մասնագիտության։ Կարծում եմ ամենալավը եւ ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է եւ կոչս մեր պատանիներին, երիտասարդներին, նրանց ծնողներին մտածեք եւ կողմնորոշվեք հօգուտ զինվորական ծառայության եւ սպայի պատվաբեր պաշտոնին ու դերին։ Մեկ այլ նախագծով վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը 70 միլիոն 400 հազար եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը ջրային ոլորտի բարեփոխման համար։ Այս վարկային համաձայնագրով զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև շատ կարևոր այսպես կոչված soft բաղադրիչ ենք ունենալու, այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տարբեր քաղաքականությունների վերանայում եւ որ շատ կարևորում եմ ազգային կենտրոնի ստեղծում, որը ապագայում հույս ունենք կդառնա լուրջ պետական ռեսուրս ջրային ոլորտում համակարգերի եւ ենթակառուցվածքների նախագծման եւ ընդհանրապես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Առաջարկվում է նաև ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ։ Նոր կարգավորումների կիրառմամբ Հայաստանը օրենսդրությունը կմոտարկի ԵՄ օրենսդրությանը։ Հրահանգի ուրեմն մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն ըստ էության նրանով, որ հնարավորություն կունենանք ուրեմն ապրանքների ներառյալ թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման ժամանակ ֆիքսված ժամկետում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում դիմել արտադրողին, վաճառողին, կատարողին ապրանքի թերությունների վերացման նպատակով։ Այս կարգավորումները տարածվելու են ցանկացած պայմանագրի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորությանը։ Անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, ըստ որի կոնյակ արտադրողները ստիպված են ամիսներով մնալ Վրաստանում, քանի որ այնտեղ արհեստական ձգձգումներ կան, Պապոյանն ասաց. Ընկերություն կա, որ 100,000 եւ ավելի տոննա 3 տարիներ իրար հետ խաղող է մթերել։ Ես այդ ընկերության կողքը կանգնած եմ։ Տասնյակ հազարավոր տոննաներ մթերողների հետ կանգնած եմ։ Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրանց հետ պրոբլեմ ունեմ։ Եվ այդ ում սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Այդ ում սպիրտն են իրանք արտահանում։ Այսինքն գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ որ մեկի սպիրտը առնում բերում տանում են, մի հատ էլ պետք է կողքները կանգնենք։ Այ իրանց կողքը չեմ կանգնելու եւ իսկ նա ով հայ գյուղացու խաղողը առնում է, մինչև վերջ իր կողքը կանգնած եմ։ Ազգային ժողովում քննարկման էր դրվել նաև հաջորդ նախագիծը, ըստ որի տարկետում ստացած արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո վերադառնալով Հայաստան եւ առնվազն 3 տարի աշխատելով համապատասխան ոլորտում կարող են ազատվել զինծառայությունից։ Կառավարությունը թոփ 50 համալսարաններ ընդունվածներին ուսումնական վարձի տեսքով կաջակցի մինչև 10 միլիոն դրամի չափով։ Ներկայում 50-ից ավելի քաղաքացիներ ավարտել են իրենց ուսումնառությունն աշխարհի թոփ 50 համալսարաններում, բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խոսքով վերադարձի ցուցանիշները ամենևին էլ լավը չեն։ Ձևավորված մարդկային կապիտալը չի ծառայում իր նպատակին։ Այդ պատճառով է, որ մենք առաջ ենք բերել այս օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի տարկետում ստացած ուսում ստացող մեր քաղաքացիները նաև ունենան հետագա հեռանկար եւ վերադառնան իրենց մասնագիտությամբ աշխատեն կառավարության սահմանած
իրականացնած կարգով տվյալ ոլորտներում եւ դրանով նաեւ իրենց զինծառայության հետ կապված հետագա աշխատանքները ու քայլերը իրականացնեն։ Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով էլ կսահմանվեն անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործոն մեխանիզմներ։ Սրփուհի Գալյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ Անհայտ կորած ըստ պաշտոնական տվյալների 195 անձ ունենք, որոնցից 170 փորձաքննություններ կրկին, եթե չեմ սխալվում, իրականացվել են, ընդ որում հատուկ փորձագիտական գիտելիքներով ոչտված անձանց կողմից եւ հատուկ միջոցներով, այսինքն փորձագետները ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել։ Ինչ վերաբերում է նրան, որ պետությունը աջակցություն չի ցուցաբերում, դա այդ պնդմանը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև անհայտ կորածների ընտանիքները ամեն ամիս կառավարությունից ստանում են պետական աջակցություն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ ԱԺՔ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական անցուդարձին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության շարքերում տեղի ունեցող գործընթացներին։ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչի, որով նա ընդդիմությանը հորդորել էր համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, ըստ Ռուբինյանի մեծ հարված էր քաղաքական հսկայական անցյալ ունեցող առաջին նախագահի վարկանիշին։ Ռուբինյանի դիտարկմամբ Հայաստանի քաղաքացին այլևս չի թողնի, որ Հայաստանն ընկղմվի ինքնիշխանության կորստի հորձանուտում, որի մասին բացահայտ խոսում են ընդդիմադիր որոշ շրջանակներ։ Ես ասել եմ, որ մեզ մտահոգում է այն, որ կարող են կաշառակերները եւ թալանչիները, ովքեր ուզում են Հայաստանի անկախությունը մատաղանել, գալ իշխանության։ Դա շարունակում է մտահոգել եւ ես կարծում եմ, որ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է։ Պատիվ ունեմ խմբակցության ջանքերն Արման Թաթույանին հանրության առջև այսպես ասած կծելու, բայց միևնույն ժամանակ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հետ դաշինք կազմելու ուղղությամբ առնվազն ծիծաղելի են։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վագն Ալեքսանյանը, անդրադառնալով խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիրների նրա բառերով կուլիսներում տարվող բանակցություններին, թե ով, ինչպես եւ ում դեմ պետք է իբրև պայքարի հունիսի 7-ից հետո իշխանության գալու համար։ Այն որ մի հատ կոլեկտիվում տենց կոնկրետ բան ալնում է, բոլորը գիտեն, որ այս երկու կոլեգաները միասին են հանդիպում են կամ ինչ-որ բան, բայց նրանք շարունակ ձևացնում են, թե իրար հետ կապ չունեն, ինչ-որ կսմիտներ կամ բան են թողում իրար։ Հիմա լրիվ ձերն ու պարոն Թաթոյանինն է, ոնց որ Սերժի Թաթոյանը պնդում է, որ ինքը Սերժի հետ կապ չունի, տենց մեկ-մեկ իրար հետ բաներ է կանում։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ, այս իմպիչմենտի գործընթացի հարցով շարունակեք նույն համառությամբ, վստահ եմ մի օր կհասնեք Հայաստան խմբակցությունից 2-3 ստորագրության, բայց Արման Թաթոյանի ու ձեր այդ բանի մասով խնդրում եմ, էլի։ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պրոտեժեն է, ասենք։ Ինչ էլ անի, դա իր երեսից չի կարա երբեք մաքրվի։ Սերժ Սարգսյանի փոխնախարարն է եղել, Սերժ Սարգսյանի կամակատար միպն է եղել որպես այդպիսին։ Այդ մի բեմականացումը թարգեք։ Ընտրությունները դեռևս չսկսած դուք արդեն պարտվել եք, Վագն Ալեքսանյանին էլ երկրորդել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, իր հերթին անդրադառնալով առաջիկա ընտրություններին, որի ժամանակ ըստ նրա քաղաքացին պետք է այժմյան ընդդիմությանը վերջնականապես նետի քաղաքական աղբման։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք։ Պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետև քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միասին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով, վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկո Կոնջորյանը անդրադարձել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը ևս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Կոնջորյանի հայտարարության համաձայն ընտրություններին մասնակցելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե Ծառուկյանը պետությանը վերադարձներ ապօրինի այն գույքը, որի վերաբերյալ գլխավոր դատախազությունը բռնագանձման պահանջ է ներկայացրել։ Ես ոնց հասկանում եմ, այս Նոյան տապանն էլ է ապօրինի գույքով անցնելուց լինելու։
որտեղ հաշվի առնելով այս Նոյան Տապանի անձնակազմը, որ հիմա գնում է այնտեղ, իդեպ ինձ թվում է Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինքը տրոյական ձի սարքի, ինքը որոշել է Նոյան Տապան սարքի։ Խառնել։ Այնինչ, այո, այնինչ բովանդակությունը լրիվ տարբեր է։ Իբն է։ Չնայած նպատակը հասկանալի է, որ պիտի տրոյական ձի լինի, հաշվի առնելով անձնակազմից, որ այնտեղ է գնում։ Դա ոչ թե Նոյան Տապան, այլ տրոյական ձի, ու վերջում իրոք պարզվել է, որ այդ Նոյան Տապանը ինքը ապօրինի գույքով անցնում է։ Անդիմությունը իր արբանյակ կուսակցությունների հետ ակտիվ քննարկում է հետընտրական հնարավոր դաշինքներ կազմելու հարցը, կարծում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Խորհրդանում հայտարարությունների ժամին նա վկայաբերել է ամիսներ առաջ իշխանության իմպիչմենտ հայտնելու ընդդիմադիրների ձախողված փորձը, միաժամանակ հիշեցնելով նաև Գյումրու օրինակը, երբ դաշինքի հետևանքով քաղաքապետ դարձավ այժմ կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանը։ Աղաջանյանը քաղաքացիներին կոչ արել հունիսի 7-ին իր վստահության քվեով թույլ չտալ Գյումրու սցենարի կրկնություն։ Իսկ ինչ տեղի ունեցավ Գյումրի քաղաքում, մի քանի ընդդիմադիր քաղաքական ուժեր ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ միայն չէին հանդես գալիս որպես իրար համակրող ուժեր, այլ հնարավորինս փորձում էին իրենց դիրքավորել որպես իրար միջև խնդիրներ ունեցող քաղաքական թիմեր, խոստանում էին, երդվում էին, որ որևէ կերպ որևէ պարագայում ընտրություններից հետո չեն միավորվի եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Եվ ըստ էության հենց սա է հիմնական մտավախությունը մեր քաղաքական ուժի համար, այն է, որպեսզի անենք հնարավորը, որպեսզի մեր հանրությունը որևէ պարագայում չմոլորեցվի եւ չխաբվի։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին եւ իշխանության հասցեին նրա հնչեցրած վիրավորանքներին։ Ռուբինյանը Գրիգորյանին հիշեցրել է ում շնորհիվ է նա հայտնվել խորհրդանում եւ քաղաքական ինչպիսի կերպար է նա այժմ համարվում։ Եթե Տիկին Գրիգորյանը դուրս գա փողոց, մեկը կասի սա ԿՊ-ի ցուցակի Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Վահե Գրիգորյանի կուսակցության Աննա Գրիգորյանն է, մյուսը կասի սա Քոչարյանի ուժի Աննա Գրիգորյանն է, այն մյուսն էլ կասի սա Սամվել Կարապետյանի համար ելույթ ունեցող Աննա Գրիգորյանն է։ Այդ կասեն, միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է։ Արտուր Բաղդասարյանն էլ բավականին ճանաչելի կերպար էր։ Ունեցել ենք, էլի կան այդպիսի մարդիկ։ Էդմոն Մարուկյանին շատերը ճանաչում են։ Միշտ չի, որ ճանաչելիությունը լավ բան է, բայց ամեն դեպքում Տիկին Գրիգորյան, եթե դուք դիմ եք քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար, բնականաբար կրկին հարցազրույցի գալուց հանդիպելու եք ինձ։ Այս անգամ կներեք իհարկե, հազար ներողություն, բայց ես խորհուրդ եմ տալու ձեզ չընդգրկել մեր կուսակցություն, որովհետև հավանականությունը, որ այդ դեպքում դուք նորից մի քանի ամիս հետո դուրս եք գալուց միանակ մեկ այլ ուժի, գնահատում եմ 99%, ինչու 99, որովհետև միշտ մարդկանց պետք է 1% հավատ պահել առ նրանց, որովհետև կարող են նրանք եւ ուղղվում։ Շարունակում ենք թողարկումը, Փաշինյանը մեկնել է Վրաստան, որտեղ տեղի է ունենալու Հայաստանի եւ Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Կառավարությունից հայտնում են, որ նախատեսված է նաեւ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի առանձնազրույցը։ Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո տեղի կունենա Հայաստան-Վրաստան միջկառավարական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստը, այնուհետև երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։ Իսկ ահա նախագահ Վագն Խաչատուրյանը հունական հեղինակավոր Կաթիմերինի օրաթերթին տված հարցազրույցում ամփոփել է Հունաստան կատարած պետական այցը, առանձնացնելով պաշտպանական գործակցության շարունակականությունը։ Նախագահը նշել է, որ բազմաթիվ հայ սպաներ կրթություն են ստացել Հունաստանում եւ այդ գործընթացը շարունակվում է, իսկ հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում Հայաստանի զինված ուժերում։ Խաչատուրյանի խոսքով այս գործակցությունը պետք է շարունակվի։ Պատրաստ ենք Հունաստանի հետ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս մասին Աթենք կատարած այցի ընթացքում հունական հեղինակավոր Կաթիմերինի օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծելով, գործակցությունը վերաբերում է ոչ միայն քաղաքականությանը, այլև տնտեսությանը, մշակույթին, կրթությանը, գիտությանը եւ զբոսաշրջությանը։ Նախագահի խոսքով Հայաստան-Հունաստան հարաբերությունները կառուցված են ժողովուրդների պատմական կապերի վրա եւ այսօր կողմերը հնարավորություն
ունեն, այդ հիմքի վրա ավելացնել նոր գործնական բովանդակություն վերածելով այն ավելի համակարգված գործընկերության։ Հայաստան-Հունաստան հարաբերությունները ես չեմ հաստատել, դա մեր ժողովուրդների որոշումն է, հիմնված մեր պատմության եւ ճակատագրի վրա։ Այսօր մենք հնարավորություն ունենք վարելու բովանդակային քննարկումներ եւ ներկայացնելու մեր հարցերը։ Աթենքում ունեցած հանդիպումները հենց այդ առումով հաջող էին։ Եվ իհարկե այստեղ գալը նաեւ մշակույթի հետ հաղորդակցություն է, որը մեզ համար բացառիկ կարեւորություն ունի։ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանում էներգետիկ եւ տարանցիկ դերի ուժեղացմամբ, հատկապես կանաչ էներգիայի ուղղությամբ։ Նրա խոսքով Հայաստանը փորձում է իր տեղն ամրագրել դեպի Եվրոպա միտված ծրագրերում, ընդգծելով, որ երկրի ներուժն արդեն տեսանելի է։ Մենք միշտ հետաքրքրված ենք եղել էներգետիկ ոլորտով ու մեր տարածաշրջանի դերով որպես հանգույց դեպի Եվրոպա։ Հայաստանն ունի կանաչ էներգիայի ավելցուկ եւ փնտրում է դրա արդյունավետ օգտագործման ուղիներ։ Արևային հզորությունները կտրուկ աճել են, կազմելով մեր էներգետիկ հաշվեկշռի զգալի մասը։ Բայց այսօր գործնական խնդիր ունենք, պահեստավորման կարողությունները դեռ բավարար չեն, ինչը պետք է լուծվի։ Հարցազրույցում նախագահը խոսել է նաև տարածաշրջանային գործընթացներից, նշելով, որ խաղաղություն հաստատելու հնարավորությունը տեսանելի է, սակայն դրան զուգահեռ կարևոր է պահպանել հրապարակայնությունն ու պատասխանատվությունը, հատկապես ներքին տարբեր գնահատականների պայմաններում։ Այսօր տարածաշրջանում կա երկարատև խաղաղության իրական եւ տեսանելի հնարավորություն։ Ավելի քան 1 տարի է սահմաններին կրակոցներ չեն եղել, իսկ փոխարենը որոշ շփումներ սկսել են ձևավորվել։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգստանանք կամ փակ աչքերով առաջ գնանք։ Կարևորը ամեն ինչ պետք է մնա բաց, հրապարակային ու թափանցիկ, առանց գաղտնի պայմանավորվածությունների։ Նախագահը խոսել է նաև ներքաղաքական հռետորաբանության եւ հանրային տրամադրությունների մասին, ընդգծելով, որ պետության զարգացման եւ խաղաղության օրակարգի պայմաններում անարդյունավետ է ներքին բաժանարար գծերը խորացնելը։ Անիմաստ է մեղավորներ փնտրել կամ խոսել դավաճանությունների մասին։ Յուրաքանչյուր քաղաքացի իր երկրի հայրենասերն է։ Կարևորը քաղաքական պատասխանատվությունն է տարբեր կարծիքների ու գնահատականների պայմաններում։ Խաչատուրյանը կարևորել է հայ-հունական պաշտպանական գործակցությունն, ընդգծելով, որ Հունաստանում կրթված հայ սպաների ավանդույթը շարունակական է եւ բարձր գնահատված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Նա նաեւ ակնարկել է, որ նոր տեխնոլոգիական հնարավորությունները կարող են ընդլայնել գործակցության դաշտը, ներառյալ բարձր տեխնոլոգիաներն ու տիեզերական ուղղությունները։ Ամփոփելով այցի արդյունքները, նախագահը փաստել է, որ Երևանն Աթենքի հետ հարաբերությունների խորացումը դիտարկում է որպես երկարաժամկետ օրակարգ, միաժամանակ շեշտելով, որ առաջիկա փուլում առանցքային է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական ծրագրերի վերածելն ու գործակցության նոր ձևաչափերով ամրապնդելը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մեկնարկել է ջրամատակարարման որակական նոր փուլ։ Վիոլաջրի 195 միլիոն դրամ ներդրմամբ կառուցում է 12 կիլոմետր նոր ջրագիծ, ապահովելով նվազեցված կորուստներ, կայուն ճնշում եւ ավելի հուսալի ծառայություն հարյուրավոր բաժանորդների համար։ Նույն համակարգի արդիականացումը կատարվում է նաեւ Օշականի ձախ ափթաղամասում, որտեղ վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Դիտեք այդ աշխատանքների մասին պատմող տեսանյութը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։ 195 միլիոն դրամ ներդրում, 12 կիլոմետր վերակառուցված ջրագիծ եւ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի 490 բաժանորդ այսօր ունի հուսալի եւ կանոնավոր ջրամատակարարում։ Տարիներ շարունակ Սասունիկում սպառողները բախվել են հինում աշված ցանցերի, տեխնիկական կորուստների եւ ճնշման խնդիրներին։ Դրա հետևանքով գյուղում ջրակորուստը կազմում էր 80%, իսկ համայնքին մղվող վայրկյանում 45 լիտր ջուրը նույնիսկ չէր բավարարում կանոնավոր ջրամատակարարում ունենալու համար։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Նախկինում բադ էր, նոր խելքի է։ Թե այդպես շարունակի շատ լավ է, գոհենք։ Մինչև դի նասոցով էինք ջուրը բարձանում, հիմա շատ լավ է։ Առանց նասոցի, առանց բան բարձանում է։ Առաջ ահավոր վատ էր ջրի վիճակը, մանավանդ ամառվա ընթացքում, դե երևի մարդիկ, չգիտեմ, օգտվում էին հայոթի ծառերի, բաների ջրելու։ Հիմա լրիվ փոխել են ջրագծերը, շնորհակալ ենք, էդի մեծ գործեր, գոհ ենք։ Վիոլիա ջուրընկերության 2025 թվականի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով իրականացվող աշխատանքներն արդեն ավարտված են եւ կա աննախադեպ արդյունք։ Նախկին 45 լիտր վարկյան ջրի փոխարեն այժմ գյուղին տրվում է վարկյանում 5 լիտր, որը լիովին բավարար է սպառողներին գործող ջրամատակարարման գրաֆիկից էլ ավել ջրով ապահովելու համար։ Կորուստի տնտեսման արդյունքում ունեցել ենք ճնշման ավելացում եւ ժամերի ավելացում։ Նախկինում ըստ հաստատված գրաֆիկի 6 ժամյա ջրամատակարարում էր, սակայն ծայրամասերում մի քիչ բարձրադիր գոտիներում մոտավորապես 1-2 ժամ անգամ ամառվա տաք օրերին ջուրել չէր լինում։ Այս պահին
12-ից 17 ժամը մինիմում ապահովված է։ Հասույթն է ավելացել, ջրագողությունն է պակասել, ապօրինությունները, ինչի արդյունքում ունենք որակյալ ջրամատակարարում, ջրի որակն է բարձրացել։ Իրականացված աշխատանքների արդյունքում նաև վարչական շրջանի բեռն է թեթևացել։ Արդեն 1 ամիս է սպառողներից ջրի հետ կապված դժգոհություններ չեն եղել։ Երկրորդ ծրագրի իրականացումից հետո ՀԱԿ-ին մեծ բարելավում կա։ Կարելի ասել անջատում չի լինում։ Չգիտենք ինչքան կտևա, ամառվանից վախենում ենք, որովհետև շոքեր է գալիս, սպառումը շատանում է, բայց այս պահի դրությամբ քննարկման ենթակա չի։ Երրորդ հարկերը 24 ժամ ջուրում են։ Ընդ որում բարձր ճնշմամբ ջուր ունեն բոլորը, նույնիսկ գյուղի ամենաբարձրադիր դիրքի անհատական տներն ու շենքերը։ Երրորդ հարկի բնակիչը գոհունակությամբ է ցույց տալիս իր բնակարանում ջրի ճնշումը։ Առաջ երբ որ ժամերով էր տրվում եւ տրվում էր ըստ էության քիչ քանակի, հետո կարող այդ բաները սիստեմը վերանորոգեցին, ինչ արեցին, շատ հավանական է դրանից էր։ Այսինքն կորուստներ քիչ է եղել ու մեզ մոտ այդ ժամանակ, քանի որ քիչ էր երրորդ հարկը, համարյա միշտ էլ բանով պոմպով էինք աշխատացնում, հիմա չունենք այդ պրոբլեմը հիմա չունենք եւ կարող շատ լավ ուժը գալիս է, որ պայն բացես, ամանես, լվանես, փակես։ Սասունիկի նույն համակարգից Արտաշավանի ջրաղբյուրներից է ջուր ստանում նաև Օշականի ձախ ափ թաղամասը, մոտ 100 տուն։ Վիոլյան այստեղ էլ իր սեփական միջոցներով է վերակառուցման աշխատանքներ կատարում։ Նրանք արդեն ավարտական փուլում են։ Սպառումն այստեղ ընդհանուր 7.5 լիտր էր վարկյանում, որն աշխատանքների ավարտից հետո նվազել է, հասնելով վարկյանում 2 լիտրի։ Ընդհանուր 1 կիլոմետր փոխել ենք մուտքագիծը, 110 մմ պոլիէթիլեն ենք կառուցել, նախկին 200 պողպատի փոխարեն։ Նաև ասեմ, որ նախկին պողպատը անցնում էր սովետական միության տարիների կառուցված գոմերի մեջով, ֆերմաների մեջով, աղտոտման վտանգ կար մեծ, վարակի ռիսկ կար, տեղափոխվել է ֆերմաներից դուրս եւ 300 մետր գյուղի մեջ ներքին ցանցնենք փոխեց փողոցի գիծը 63 մմ-անոց ջրագծով նախկին 150-ի փոխարեն։ Օշականի այս բնակչուհին ամենահաճախ ընկերություն զանգահարած եւ բողոքող սպառողներից է։ Հիմա ուրախությամբ է ներս հրավիրում լրագրողներին եւ խոսում ջրամատակարարման վիճակի մասին։ Սարսափելի էր, անտանելի վատ, երբևիցե չի եղել մի օր, որ գոհ լինենք ջրերի վիճակից, բայց հիմա շատ լավ է։ Այսքան աշխատանքները կատարելուց հետո իրոք շատ լավ է, այն որ բացում ես տրուբեկն էլ է քանդվում իր ուժեղ լինելուց արդեն։ Սենց բան այս թաղամասում չի եղել ուղակի։ Սասունիկում կատարված աշխատանքները միայն մեկ գյուղի խնդրի լուծում չեն, դրանք մաս են կազմում Հայաստանի ջրամատակարարման համակարգի լայնածավալ եւ հետեւողական արդիականացման ծրագրի, առանց կիսատ ու ժամանակավոր լուծումների։ Այս կերպ համայնքներում ձևավորվում է ջրամատակարարման նոր մշակույթ, հուսալի, կայուն եւ արդյունավետ համակարգով, որը ծառայելու է մարդկանց ոչ միայն այսօր, այլև երկար տարիներ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։